Բարև ձեզ բարեկամներ, ասում են երբ գալիս է չորեքշաբթին, սպասեք հերթական անակնկալ հանդիպմանը։ Երևի կռայեցիք, չորեքշաբթին այն օրն է, երբ մեր տաղավարում մենք հյուրընկալում ենք միայն չափը մայիջի անձնավորության կառավարման հոգեբան Ստաբան Գայանե Սարգսյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան, բարև ձեզ սիրելի հետևորդներ։ Ես շատ ուրախ եմ, որ դուք շատ լավ, այսպես բարձր տրամադրությամբ հյուրընկալվել եք Փակ TV, որտեղ ձեզ միշտ սպասում են։ Եվ իհարկե հարցերը, որոնք այսօր ինձ հետաքրքրում, կարծում եմ առաջին հերթին հետաքրքրում են նաև մեր ունկնդիրներին։ Մարտ ամսվա ամենադրական, բարեհաջող այսպես այն ցանկալի օրերը, որոնց մասին սովորաբար աստաբաններն են խոսում։ Նախ այստեղ քոր է գալիս, դա նշանակում է երևի լավ լուր ենք լսելու, պարոն Ղուշյան, համեր Մերկուրին արդեն ուղիղ ընթացքով է ընթանում։ Իսկ դա նշանակում է, որ դրական օրերը երևի գալիս են, եւ Մերկուրին ուղիղ ընթաց գնալով, մի վարքան, ահա, ես գտա։ Մերկուրին ուղիղ ընթաց գնալով այն արդեն կփորձի իրավիճակը պարզեցնել, չնայած ձկների կենդանակերպում է Մերկուրին դեռևս մարտ ամիսը այստեղ է լինելու, ապրիլից նոր նա կտեղափոխվի խոյի կենդանակերպ, արդեն այդ անորոշ իրավիճակը որոշ չափով կպարզեցվի։ Խանգարող հանգամանքներ կան Մերկուրին եւ Մարսը ձկներում, մենք հաջող հարցադրման մեջ կխոսենք, կառնչվի կարծում եմ, բայց գարուն է եկել։ Գարուն է եկել սիրելի հետևորդներ, Մերկուրին ուղղվել է, արդեն արև մտել է խոյի կենդանակերպ, դժական մարտը իր գործերն է անում, ի վերջո եղանակը տաքացել է, պարոն Ղուշյան, եւ մենք պետք է պատրաստ լինենք արդեն այդ նոր իմպուլսները դիմակայելու եւ նաեւ նրանցով առաջնորդնել, որտեղ գարունը դա տալիս է հորմոնալ այդ բալանսի ակտիվացում, մանավանդ դեռահասության շրջանում, եւ պետք է օգտվենք այդ հնարավորություններից դրական օրերը, ինչն է հետաքրքիր, որ լավ լուր ենք լսելու կարծում հուսանք, դրական օրերի վերաբերյալ այս հետաքրքիր կանխատեսումներն եմ կատարել, ամսի 26 եւ 27, ինչ եմ հատուկ նշում այդ երկու օրեր, որտեղ լուսինը խեցգետնի կենդանակերպում է լինելու, խեցգետինը հայրենիք, ընտանիք, օջախ, դրանք կարծում եմ, որ ոչ աշխատանքային օր կլինի, թե աշխատանքային օր, համենայն դեպս, եթե ոչ աշխատանքային է, այդ բոլոր արարողակարգերը, հարսանիք, ծնունդ, կնունկ, ուրախություն, նշանադրություն, կարող եք սեր խոստովանել, կարող եք ամուսնության առաջարկ անել, ի վերջո լուսինը Յուպիտերի հետ խեցգետնի կենդանակերպում է լինելու։ Ընտանիք կազմելու համար բավականին բարենպաստ է, ընտանեկան այդ բոլոր շրջանակներին, բարեկամներին հավաքեք իրար գլխի, ուրախացեք, տոնական օրեր են դրանք ազգային արժեքները բարձրացնելու, հիշելու մեր նախնիների, նրանցով ապրելու, այդ մեր ավանդույթները կրելու եւ ավանդույթները շարունակելու ամենաբարենպաստ օրերն են, նաեւ գրանցելու, եթե օրերը ուղղակի աշխատանքային են, բայց կարծեմ աշխատանքային չեն, որքան հիշում եմ։ Մնաց երկու օր էլ ունենք բարենպաստ, բայց դրանց նման բարենպաստ չեն, էլի։ Հաջորդ ամենակարևոր օրերից մեկը մենք տեսնում ենք ամսի 29-ին լուսինը առուծում է լինելու երեխաների հետ կապված բոլոր գործերը, սիրային հարաբերություններ կարգավորելու հետ է դրական դիրքավորում տալիս Վեներայի հետ, ի վերջո ձեր կրքերը արդեն կարող եք դարձնել իրականություն, կրկին ամուսնություն, նշանադրություն, սիրո խոստովանություն, նվերներ ձեր երեխաներին, որոշեք նրանց արդեն ինչ-որ խմբակների տանեք, գարունը գալիս է, եղանակը բացում է, Մերկուրին ուղղվել է, զբաղվեք ձեր առողջության, ֆիթնեսի գնացեք, այն վայրեր, որտեղ տրամադրությունը կբարձրացնեք, որտեղ ուրախ կլինեք, հա, ժամանցի վայրերն են, պատկերասրահ, կինո, ինչևէ, նոր գործեր, իսկ ստեղծագործ մարդկանց համար միանշանակ այդ երկու օրերը բարենպաստ են։ Նաև ամսի 1-ը, ապրիլի 1-ը, դրանից առաջ բարդ օրեր ունենք մենք, ապրիլի 1-ը
լուսինը կշեռքի կենթանակերպում, կրկին անձնային հարաբերություններ, միջանձնային հարաբերությունները, գործընկերային հարաբերությունները կարգավորելու, ընտանիք կազմելու, եթե լուսինը խեցգետում ընտանիք կազմելու, այստեղ ամուսնություն, հարաբերություններ, ի վերջո զուգընկերոջ հետ ձեր արդեն հարցերը լուծելու եւ մենք քիչ ունենք մայիս ամիսը դուք գիտեք որ ըստ ավանդույթի հարսանիքներ չեն անում այդ ամենը մենք պետք է կարողանանք մարտ եւ ապրիլ ամիսներին անեն հաջորդ անգամ կներկայացնեմ արդեն ապրիլ ամսվա օրերը ամսի 8-ին ենք մենք հաղորդում ունենալու ես հիշում եմ 7-8 բացական դիրքեր կան բայց դրա մասին կխոսենք 7-ը Մարության գեղեցկության տոնն է բոլորիդ Շնորհավորում եմ սիրելի մայրեր, դուք մեր ազգի գենոֆոնդը կրողն եք, հիմնականում մայրերն են դիմում իրենց երեխաների մասնագիտության համար, որտեղ գիտեն իրենց երեխաների բարօրությունը, բարեկեցությունը, իրենց երեխաների հաջողությունը կազդի իրենց բարեկեցության եւ բարօրության վրա։ Այսքան առաջին հարցի վերաբերյալ։ Դե մի հարց կա, որը իհարկե շատերին է հետաքրքրում, այն չարաբաստիկ պատերազմը, որ շարունակվում է Իրանի տարածքում, տարածաշրջանում ընդհանրապես ինչ զարգացումների մենք կարող ենք ակնատես լինել, երբ կխաղաղվի այս ամենը։ Ինչպես նշեցի անցած անգամ պարոն Ղուշյան, նահանջող Մերկուրիով են սկսել։ Մերկուրին նահանջեց փետրվարի 26-ին, պատերազմը սկսեց փետրվարի 28-ին։ Նահանջող Մերկուրով գործերը դրական ընթացքում կամ ըստ իրենց ցանկության թե ինչ հունով պետք է գնա, այդ հունով չի գնալու։ Իմացեք, սիրելի հետևորդներ, եւս մեկ անգամ աշխարհաքաղաքական կարևոր իրադարձություն, որը ցույց է դնում, որ նահանջող Մերկուրու ժամանակ սկսած բոլոր գործերը կամ թերի են մնում, կամ անավարտ են լինում, կամ երկար ժամանակով ձգվում են։ Ճիշտ է, Մերկուրին հիմա ուղղվել է արդեն, հնարավոր է որոշ հարցեր հրատապ լուծում ստանան, բայց միշտ էլ ասում եմ, որ ապրիլի առաջին 15 օրը ավելի բարդ է, որտեղ Մերկուրին ձգներում է, հետո պետք է անցնի խոյ։ Մարսը, Մերկուրին, Սատուրնը, Նեպտունը խոյում հրատապ որոշումներ կայացնելու համար այդպիսի մի ժամանակահատված կա 15-16 այդ ամբողջ մոլորակների կույտը այդ ստելունը արևնել է լինելու այնտեղ ամբողջությամբ խոյում է մի կողմից շատ դրական դիրքեր իմպուլսներ որոնք կարող են ուղղվել ինչ որ գործերի սկսելուն դրական եւ բացական մյուս կողմից էլ այդքան մոլորակային դիրքավորների կուտակումը այդտեղ այդքան դրական այդպես իրադարձություններ կամ մոտիվներ չի ենթադրում իրենից մանավանդ այն պետություններ, որոնք գտնվում են ռազմական այդ գործողությունների կիզակետում։ Մարսը ձկներում ավելի բարդ է Իրանի եւ Ադրբեջանի համար, իսկ Մարսը խոյում Իրանի արևի վրա է գալու այդ ամբողջ մոլորակների կուտակումը, արևը դա ռազմաքաղաքական ղեկավարությունն է։ Չգիտեմ պայթուններ կարող են նորից լինել, երևի թե կամաց վիճակը հանրստանա եւ Մարսը խոյից անցնի դա մայիս ամիսն է, բայց որ Մերկուրին է ուղղվել արդեն սայլը տեղից կշարժվի, արդեն դա կարևոր է, բայց միևնույն է։ Դե հուսանք։ Այո, միևնույն է, այն նույնիսկ ասեցին, որ վերջին պահին նրանց Իրանի արտգործնախարարը բանակցությունների մեջ է եղել ԱՄՆ-ի հետ, այդ գերատեսչությունների հետ, բայց եկեք ու տեսեք, որ նրա կյանքին էլ վերջ դրվեց, իսկ դա նշանակում է պատերազմը շարունակելու միտում կան։ Եթե մինչև այս 20-23 օրը ամեն ինչ գտնվում էր այսպես խառնաշփոթ վիճակում, գոնե կհասկանան իրենց գործողությունները, որտեղ ուղեն, ինչ անեն, որպեսզի կարողանան հաղթանակներ կերտել։ Հաղթանակների համար ընդհանրապես ապրիլն է բարենպաստ, մարտը չէ։ Պարզ է։ Գանե, վերջին շրջանում շատ է խոսվում երեխաների հանդեպ այդ կիրառվող բռնությունների հետ կապված դեպքերի մասին։ Մայրը ինչպես կարող է երեխային այդպես պատժել, դաժանորեն։ Բայց խորթ մայրների եղել։ Խորթ մայր, դե ինչ որ է, կին է, չէ, վերջ։ Ոնց է ձեռքը բարձրացնում անմեղ երեխայի վրա։ Համաձայն եմ դրա հետ, քանի որ խավարումներ տեղի ունեցան ձկների կենթանակերպում, իսկ ձկները դա ենթադրում է հոգեկան վիճակի խախտման այդ դրսևորումներ։ Ձուկ ընդհանրապես դա է, դա հոգևոր կյանքն է։
Ուրեմն այդ մարդիկ ունեն անկայուն հոգեվիճակ եւ ընդհանրապես անկայուն հոգեվիճակում գտնվողների համար բարդ է, երբ մոլորակները ձկներում են լինում։ Հիմա արևը արդեն դուրս է եկել, բայց դեռ Մերկուրին է ձկների կենթանակերպում, նրա ղեկավարը Նեպտունն է, Մերկուրին անցած անգամ ձեզ մոտ ասի, հերիք չի դուրս է եկել իր ուղիղ ճանապարհ, պետք է ուղիղ գնա, հետ է շրջում։ Մի հատ էլ գտնում է մոլորված վիճակում։ Պատկերացնում եք ինչ է, մտամոլոր են, նրանք ովքեր ունեն խնդիրներ, մանավանդ ձկներ, կույս, երկորյակ եւ աղեղնավոր նախորդ 2 տարիներին, 2-3 տարիներին մարտի 7-ից 2023 թվականի նույնիսկ Սատուրնն էլ է այստեղ եղել խնդիրներ, այսպես մի ամբողջ կույտ, անլուծելի, Սատուրնը թվում է թե անլուծելի խնդիրներ են։ Պետք է սպասենք, որ Մարսը դուրս գա ձկներից, դուրս կգա անկայուն հոգեվիճակ, անցած անգամ ձեզ մոտել եմ ասել, անկայուն հոգեվիճակ ունեցող այդ մարդկանց մոտ ավելի կհանդարտվի։ Իհարկե կդիմեմ համապատասխան բժիշկների, կօգտագործեն հակադեպրեսանտներ կամ համապատասխան դեղորայք, որպեսզի այդ սրացումներից զերծ մնան, ինչևէ եւ գարուն է եւ ծաղկում է եւ հորմոններն են ակտիվանում եւ նաեւ նրանք ովքեր ունեն խնդիրներ, դրանք սրվում են, կախված է Մարս մոլորակի ձկների կենթանակերպ գտնվելու այդ փաստով եւ նաեւ խավարումների փաստով խավարումները դեռևս իրենք 2-3 շաբաթ ամենակիչը ունեն մեն ազդեցություն եւ նաեւ որ Մերկուրին ձկներում է, ուղեղը միտքը մթագնած է, չեն կարողանում իրականությունը տարբերել այդ իրականություն իրացիոնալ է իրացիոնալից, իրականությունը դա նաև երևակայությունից, նաև սև լուսնի դիրքերով է լինում, ես միշտ ասում եմ, նրանք ովքեր ունենում են այդպիսի հակումներ, դա կարող է լինել սև լուսինը կարիճում, սև լուսինը ձկներում, կարիճում նրանք արյան հոտ են առնում, նրանք կարող են դաժան լինել, նրանք մոգական հնարքների են դիմում, սև լուսինը ձկներում կորցնում են իրենց ինքնությունը, սև ուժերի ազդեցության տակ են ընկնում կարիճում եւ ձկներում եւ նաեւ սև լուսինը առյուծում այսօր մի այսպիսի դեպք էր ինչ որ մեկի հետ խոսում էր ասում էր ես այսպիսի բան էի որոշել որ 2 երեխա պետք է ունենանք այդպիսի մտադրություն ունենք մեկը աղջիկ մյուսը տղա եթե հանկարծ տղա չլիներ պետք է այդ երեխային չունենայինք ասում բայց ինչու եք այդպես ասում այդպես ենք որոշել ասում դուք ինչու եք բարձրալի գործերին խառնում ես ընդհանրապես պարոն Ղուշյան սեռի պլանավորում անում եմ բայց միշտ ասում եմ ես հաշվարկները անում եմ բայց այդ ամենը պետք է վերևում որոշեն ես օրեր ընտրողն եմ դրական էներգիայի է կամ այս օրը լուսինը գտնվում է այսինքն իգական կենթանակերպում ավելի շատ դա իգական սեռի համար է բարենպաստ արական կենթանակերպում նա տալիս է ավելի շատ այդ էներգիայի հակումները բայց որոշեց որ այսպես է լինել ասում այնպես եմ ուրախացել որ տղա էր բայց այդ ամենը նրա հոգեկանի վրա էր ազդել իսկ ես դա տեսա նրա քարտեզում սև լուսինը առողջում են վատ փոխհարաբերություններ երեխաներ չսիրել երեխաների հետ դաժան վերաբերմունքը նաև սև լուսնի դիրքերն են առողջում եւ խեցգետնում եթե խեցգետնում է հնարավոր է որ նախորդ կյանքերում են արել եւ այս կյանքում սահմանափակվում է երեխա ունենալու մայրանալու այդ բերկրանքը այդ պատճառով գնում են բժիշկների մոտ հարցնում են ինչու է այսպես եղել ինչու չենք ունենում բայց արի ու տես նայում են քարտեզը տեսնում եք որ սև լուսինը խեցգետնում կամ առողջում է կամ երեխաներ չեն սիրում այդ ամենը ինչ անում են վերադառնալու է իրենց հուսանք որ երեխան կառողջանա իսկ այդ կինը որ այդ մեղքի տակ է ընկել կարծում եմ որ նրա հոգին գտնվել է այլ ուժերի ազդեցության տակ թող ապավինի բարձրալին տիրոջը բարձրացող հանգույցը ձկներում է ներողություն խնդրի գոնե որ այս ֆիզիկական պատիժը կրելուց հետո հոգեմարմնական խնդիրներ չունենա Գանի ջան եւ իհարկե վերջին հարցը որը վերաբերվում է աստղաբանական քարտեզներին մեր ունկնդիրը դրան միշտ անհամբեր սպասում է այսօր ինչ եք ներկայացնելու այնքան ուրախ եմ նախորդ անգամ որ սխալ հաշվարկ էի կատարել ունկնդիրներից մեր հետևորդներից մայրը գրել է որ այո կրկին անգամ անդրադարձա այդ թեմային ճիշտ էի կատարել եւ պարոն Ղուշյան ձեզ ասեմ որ
երբեմն եւ այս հարթակում են գրում մեկնաբանություն եւ երբեմն առանձին են ինձ գրում, որ տիկին Գայանե հստակ մեկնաբանեցիք մեր երեխայի եւ ընտանեկան վիճակը եւ հույզերը եւ մասնագիտական կողմնորոշման հետ հարցերը։ Այո, սիրելի հետևորդներ, աստղաբանական քարտեզը մեր եթե մենք ռեինկարնացիա ենք ապրում, վերամարմնավորվում ենք, ապա մեր այս կյանքի ծրագիրն է, որը հստակ կարող է մեկնաբանել յուրաքանչյուր կիրթ եւ գիտակ աստղաբան։ Գնացինք առաջ։ Նելի Ավետիսյան մայրը գրել է, որ բազմիցս դիմել եմ, բայց բախտս չի բերել, հարգելի ծնող, ձեր երեխայի անուն ազգանուն եմ գրել, այս անգամ ձեր բախտը բերել է, բայց հույս ունենամ, որ այս քարտեզները, այս իմ կողմից տրված ցուցումներից հետո դուք կրկին կնայեք Փակ TV-ին եւ կփորձեք նաեւ ձեր մտերիմներին այսպես ներքաշել այս հարթակ, որովհետեւ այստեղ իրավամբ տեղի ունենում այնպիսի տեղեկատվություն է տրվում, որը ոչ մի հարթակում չի լինում։ Հայաստանում հաշված մի քանի հարթակներ են, որ անդրադառնում են այս գիտությանը, իսկ Փակ TV-ն հենց մասնագիտական կողմնորոշմանը հատուկ հենց այդ հարցի վերաբերյալ ես այստեղ տեղեկատվություն եմ տալիս։ 2004 թիվ օգոստոսի 19-ը Արևը առուցում է երեխայի միայնակ առանց դիրքավորման Լուսինը կշեռքում է, մայրիկին շատ հետաքրքրում է, ոչ միայն մասնագիտություն, կարծում եմ, որ դուք հետաքրքրված եք նրա ամուսնության, միջանձնային հարաբերություններ, կյանքը կառուցելու, անձնականը կառուցելու հարցում։ Մոր համար շատ կարևոր է։ Ասեմ, որ ձեր աղջիկը էմոցիաները եւ հույզերը արտահայտելու խնդիր ունի։ Տնակյաց աղջիկ է, Վեներան խեցգետնում, Լուսինը կշեռքում, նրա համար դժվար է լինելու, հիմա կասեմ, հետագան դուք կարող եք ինձ գրել, եթե համացանցում հարմար չի լինի, արդյոք նա դժվար է ընտրում իր կյանքի երկրորդ կեսին, որովհետև Վեներան խեցգետնում հարգում է ընտանեկան արժեքները, ավանդույթները, բայց այն մեկին, որին ցանկանում է ընտրել, երբեմն մայրը համաձայն չի, երբեմն այդ մոտիվները չունի։ Կկառուցի իր կյանքը, անձնական կյանքը շուտով տարուկեսվա ընթացքում աշխատանքի հետ կապված հարցեր կան եւ աշխատանքի եւ առողջության հետ կապված հարցեր, նրա կյանքի այն ոլորտները, որոնք ավելի այսպես ներգրաված են, դա կույսի կենդանակերպն է, հաշվապահությունն է, առողջապահական համակարգն է, դա անշարժ գույքի հետ կապված, շինարարության հետ կապված, բժշկության հետ կապված, նաև կոսմետոլոգիան կարող է լինել, կույսը դա մերսումներն են, աղիքների աշխատանքն է, ես կարծում եմ, որ աղիքների հետ կապված խնդիրներ կունենա մինչև իսկ աղիքի ճակ, բավականին բծախնդիր աղջիկ է, որի արդյունքում չի կարողանում աշխատանքում ամբողջական ներգրաված լինի։ Հնարավոր է, որ ղեկավար պոստ զբաղեցնի, բայց նրա բծախնդրությունը, չափից շատ բծախնդրությունը եւ էմոցիոնալ այդ Վեներան խեցգետում, գիտեք ինչ է անում, նա ավելի շատ կլանում է այդ էմոցիաները շրջապատից եւ իր ներսում է պահում։ Այդ դրանք կարող են խանգարել եւ աշխատանքային process-ին եւ նաեւ ազգային հարաբերություններ ստեղծելուն։ Սևլուսնի խեցգետնի կենթանակերպում ասեցի այն, ինչ որ քիչ առաջ ասեցի, հետագայում եւ ընտանիք կազմելու, քանի որ Սևլուսնի խեցգետնում այն խանգարում է ընտանիք կազմել, երեխաներ ունենալ, իսկ եթե այդ ամենը այսպես հալածյուղի պես է առաջ գնում է, այդպես ասեմ բառացիորեն, ուրեմն այդ անձը ուղղակի հաղթահարել է կարմիկ խնդիրները։ Բարձրագույն կրթություն ստանալու հետ կապված խնդիրներ կան, ցանկալի է, որ հենց լավագույն բուհը սովորած լինի, որպեսզի հետագայում լավագույն աշխատանքը ունենա, ինչը երազում եք դուք։ Ի վերջո կյանքի մի փուլում աշխատանքի առողջության հետ կապված հարցերով հնարավոր է Նելին ուղակի արտերկիր մեկնի։ Լավագույն բուհերը, որոնք կապված են օտարերկրյա այդ օտար լեզուների հետ։ Նաև փիլիսոփայություն, հոգեբանություն այդ առումով բավականին
հագեցած է քարտս։ Մյուս կողմից էլ մեր բրինկույսում լավ հաշվարկներ է անում, մանրակրկիտ աշխատանք, ձեռքի աշխատանք, դրանք բոլորը իրենք են։ Ես այստեղ տեսնում եմ նաև, եթե մասնագիտական կրթություն ստանալ, նաև լավագույն վիրաբույժներից մեկը կարող է լինել։ Հայրիկը, չգիտեմ, բացակայում է ձեր կյանքում, թե հայրիկից որոշ չափով այդպես խիստ անհրաժեշտություն նա չի զգում իր նաև ոչ միայն անհրաժեշտություն, նաև հոր կողմից խնամելու, հոր այդ էներգիան զգալու արևը առանց դիրքավորման է։ Եվ եթե կարողանա անձնական կյանքը դասավորել, նաև նա կարող է այդ բացը լրացնել իր կյանքում։ Այս կյանքում նա ծրագիր է վերցրել, որ ինքը պետք է իր սեփական ֆինանսական միջոցները ստեղծի, ժառանգություն կունենա, թե ոչ, կտակ կունենա, թե ոչ, նրան կօգնեն, թե ոչ, նա պետք է իր սեփական ֆինանսական միջոցների տերը լինի, ստեղծի, ստեղծագործի, ապա վերին ուժերը կօգնեն իրեն բարեկեցություն, նյութական բարեկեցության հասնելու։ Այսքանը։ Շնորհակալ եմ Գայանե հերթական հանդիպման համար, դե մենք միշտ ամեն չորեքշաբթի մեծ այսպես ակնկալիքով ենք սպասում մեր աստղաբան, հոգեբան, կառավարման հոգեբան ավելի ճիշտ Գայանե Սարգսյանին, որտեվ դուք այն ցանկալի հյուրերից եք, ով իսկապես մեծ թվով հետևորդներ ունի եւ ես ուրախ եմ, որ Փակ TV-ն էլ ձեր սիրված այդպես հարթակներից մեկն է։ Մեկն է, այո։ Ես ընդհանրապես համագործակցում եմ վերջին ժամանակահատվածում մի քանի լրատվական տեղեկատվական հարթակների հետ, որից մեկը դուք եք։ Շնորհակալություն։ Շերի բարեկամներ, կառավարման հոգեբան աստղաբան Գայանե Սարգսյանն էր հերթական այցով Փակ TV-ի տաղավարում։ Սպասեք նրան առաջիկայում եւս։ Այսօր այսքանը, ցտեսություն։